Սահմանադրական դատարանի դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զենյալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների հետ կապված 7 ուժերի դիմումների քննարկմանը։ Ըստ ՍԴ աշխատակարգային որոշումների նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձանց նրանց ներկայացուցիչների ու դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Գյումրիից Մոսկվա թռչող Պոբեդա ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրեջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, քանի որ խցիկի հերմետիկության խախտման մասին ազդանշանային համակարգը սխալմամբ գործարկվել է։ Ռուսական Ինտերֆաքսն էլ գրում է, որ օդանավում եղել է 186 մարդ, նրանց կտեղափոխեն մեկ այլ ինքնաթիռ եւ կուղևորեն Մոսկվա։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 15-ից 21-ը։ Նշվում է, որ լիճը այս ընթացքում բարձրացել է 3 սանտիմետրով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունիսի 19-ից 21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ եւ 76 տոննա լոլիկ։ Բրիտանիայի վարչապետ Քիթ Սթարմերը հայտնել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունն ապահովելով իշխանության սահուն փոխանցումը։ Սթարմերի խոսքով ինքը դիմել է լեյբորիստական կուսակցության ազգային գործադիր կոմիտեին առաջադրումների գործընթացը հուլիսի 9-ին մեկնարկելու եւ մինչև խորհրդարանական ամառային արձակուրդներն ավարտելու հանձնարարականով։ Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-ից 21-ն անցկացված Բալկանյան երկրների ատլետիկայի առաջնությունում նա 3000 մետր վազքատարածությունը հաղթահարել է 7 րոպե 52 վայրկյան 75 միլիվայրկյան ժամանակում, սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում 16.20 մետր արդյունքով։